Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Ինչ հուզի ջոր, Հովսեփի եղբայրները երկրորդ անգամ ճամփա ընկան դեպի Եգիպտոս, որ նորից ցորեն գնեն։ Նրանք չգիտեին, որ իրենց եղբայրը երկրում երկրորդ կառավարիչն է, այն եղբայրը, ում 20 տարի առաջ վաճառեցին, քանի որ նախանձում էին նրան։ Հովսեփը հրամայեց, որ խնջույքի պատրաստվեն։ Նստարանների հաջորդականությունը ճիշտ այնպես էր, ինչպես տանը։ Տարօրինակ է, մտածում էին եղբայրները։ Նրանք ուրախ էին, երբ ցորենով լի պարկերով տան ճանապարհին էին, սակայն նրանք շատ հեռու չգնացին։ Կանգնեք, մի շարժվեք, դուք իմ տիրոջ արծաթե բաժակն եք գողացել։ Ոչ, մենք ոչ մի բան չենք գողացել, ինքներդ տեսեք։ Ծառան բոլոր պարկերի մեջ փնտրեց, վերջին պարկը, որ բացեց, Բենյամինինն էր։ Ահա և գողը, նա պետք է վերադառնա ինձ հետ որպես գերի։ Նրանք վերադարձան Հովսեփի մոտ, եղբայրները դողալով խոնարհվեցին նրա առաջ։ Հովսեփը կարգադրել էր, որ որևէ մեկի պարկի մեջ դնեն իր գավաթը, որ փորձի եղբայրներին։ Նրանք կհամախմբվեին արդյոք, թե նրանց սրտերը դեռևս չար էին։ Հովսեփը խստությամբ խոսեց նրանց հետ։ Ինչու այսպես արեցիք։ Գողը, որպես իմ ստրուկ, պետք է այստեղ մնա։ Հուդան ասաց. Խնդրում եմ, թող որ Բենյամինը գնա, իսկ ես նրա փոխարեն կմնամ, այլապես մեր հայրը վշտից կմահանա։ Եղբայրները համախմբվեցին, ապա Հովսեփը ինքն իրեն հայտնեց։ Չճանաչեցիք ինձ։ Ես Հովսեփն եմ, ձեր եղբայրը։ Նրանք չկարողացան խոսել։ Հովսեփը ուրախությունից լաց եղավ և գրկեց նրանց։ Աստված ինձ ուղարկեց Եգիպտոս, որ դուք ողջ մնաք։ Գնացեք և մեր հորն ու ձեր ընտանիքներին բերեք։ Երաշտը դեռ 5 տարի պետք է շարունակվի, բայց ես ձեր մասին հոգ կտանեմ։ Նա բազում նվերներ տվեց նրանց, որ տուն տանեն։ Նրանց հայրը երջանիկ էր, երբ լսեց Հովսեփի ողջ լինելու մասին, և շատ չանցած 70 մարդ ամբողջ ունեցվածքով տեղափոխվեց Եգիպտոսի լավագույն մասը։ Ինչպիսի տոն։ 20 տարի անց Հովսեփը կրկին տեսավ իր հորը։ Աստված ամեն ինչ բարի դարձրեց, և եղբայրները վերջապես խոստովանեցին իրենց հանցանքը։ Հովսեփ, խնդրում եմ, ներիր մեր քո հանդեպ արածը, մենք զղջում ենք։ Ես ներում եմ ձեզ։ Դուք դա չարությամբ արեցիք, սակայն Աստված բարի ծրագիր ուներ։ Աստված ամեն բան բարու է վերածում։ Դա նրա ծրագիրն էր, որ իր ժողովրդին կենդանի պահի։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։